24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօրին բյուրն է Երևանի Պետական Համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Արտուր Աթանեսյանը։ Բարև ձեզ, պարոն Աթանեսյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Շնորհակալ։ Խոսենք ընտրություններից հետո ստեղծված իրավիճակից, Հայաստանում երևի թե առաջի դեպքն է, որ ընտրության արդյունքներից դժգոհ է եւ իշխանությունը եւ ընդդիմությունը, իշխանությունը իր ուզած 65% շեմին չկարողացավ հասնել, նույնիսկ հաղթահարել, արդեն դրա մասին խոսք չկա, իսկ ընդդիմությունը ասում է, որ կեղծվել են ընտրությունները, վարչական ռեսուրս է կիրառվել եւ բացի այդ, գիտեք, երրորդ ընդդիմադիր ուժի հետ կապված խնդիր եղավ, որ խորհրդարան չկարողացան մտնել, այսօր Սահմանադրական դատարանը մեկնարկել է արդեն իսկ նիստը 7 ընդդիմադիր ուժերի բողոքների հիման վրա, որ նրանք պահանջում են անվավեր ճանաչել ընտրության արդյունքները։ Դուք ինչ ակնկալիք ունեք եւ այն ճգնաժամը, որը ձևավորվել է արդյոք հնարավոր է լուծել։ Բացի իշխող ուժից եւ ընդդիմադիր ուժերից կա նաեւ երրորդ ուժ, ինձ թվում է ամենակարևոր ուժը դա մեր ազգն է, հայ ժողովուրդն է եւ այս ուժն է, որ պետք է գոհ լինի։ Ինչպես ասել է մի պատգամավոր այս անգամ նորից շարունակական կերպով գործող վերընտրված, կարևորը ոչ թե մեր գոհ լինելն է, այլ ժողովրդի գոհ լինելն է մեր աշխատանքից։ Եվ սա միակ ճիշտ պատասխանն է, որ ես երբևիցե ստացել եմ իշխանության ներկայացուցիչից։ Իսկապես մարդ պիտի գոհ լինի իշխանության աշխատանքից։ Այս իշխանությունը ձևավորվել է այո հետաքրքիր կերպով եւ այնպես ինչպես ես ասում էի ձեզ մոտ նաեւ տաղավարում ընտրություններից առաջ, մենք գնում ենք դեպի իսկապես կոնսոլիդացված ազգային ժողով, պարլամենտ, որտեղ կլինի մեկ միասնական իշխող ուժ եւ մեկ միասնականին ձգտող ընդդիմադիր ուժ, գոնե ձգտող, եւ այդ տրամաբանությունը նաեւ մեր պետականության տարիների փորձով է պայմանավորված, ժամանակն է կոնսոլիդացվել։ Հակառակ դեպքում ընդդիմությունը երբեք էֆեկտիվ չի լինի եւ ինձ նաեւ վատ իմաստով զարմացրեց ոչ թե որպես կողմնակցի, այլ որպես մասնագետի, որ ընդդիմության շարքերում նորից եղան ձայներ փախցնող, փոշիացնող սուբյեկտներ։ Եվ քիչ չէին, նորից եղան։ Միայն բոլորին դեմ եմը 20000 ձայն է ստացել, 20000-ից ավել նույնիսկ։ Միայն այդ ուժը։ Յուրաքանչյուրը երևի մտածեց նաեւ մի փոքր որպես քաղաքականության մեջ, խաղի մեջ մտած ուժ, որ կարելի է փորձել մաքսիմումի ձգտել, միգուցե նաև հայկական մենտալիտետը գործեց իրենց մեջ, որ պետք է մտածել եսի մասի եւ ոչ թե մենքի մասին, բայց ամեն դեպքում իրենք սխալվեցին եւ այդ սխալը նաև պետք էր կանխատեսել, նաև մանավանդ որ հուշում էինք եւ մանավանդ որ իսկապես կոնսոլիդացիան դեմոկրատիայի պայմաններում ենթադրում է ընդդիմադիր բոլոր ուժերի միավորում ոչ թե ընդդեմ իշխանության, այլ ի օգուտ միմյանց։ Այսինքն գերագնահատեցին նաև իրենց։ Ես կարծում եմ այո, այս երկու հանգամանքը կար, նորից անձնական որոշակի ամբիցիաներ պլյուս մասնագիտական թուլություններ, չխորհրդակցելը մասնագետների հետ եւ ընդհանրապես քաղաքական կյանքի վատ իմացություն, այսինքն քաղաքական կյանքը ունի որոշակի նախապայմաններ, պատմություն, ներքին տրամաբանություն եւ ուղղակի նայել ընտրություններին որպես միակ եւ նպատակային երևույթի առանց տեսնելու դրանք ամբողջ process-ի համատեքստում սխալ է։ Իդեպ կան քաղաքական գործիչներ, ովքեր կարծում են, եթե իրենք ելույթ են ունենում կամ հարցազրույց են տալիս եւ շատ դիտումներ ունեն, իրենք կարող են նաեւ ընտրությունների ժամանակ շատ ձայներ ստանալ։ Առաջնորդվում են դիտումներով։ Դուք շատ ճիշտ եք ասում եւ մեզանում կա այդպիսի խաբկանք, մենք շփոթում ենք խոսքը եւ գործը, եւ սա էլ է մեր ազգային գծերից մեկը, մենք գտնում ենք, որ ասելով հարց է լուծվում, մինչդեռ այդպես չէ։ Օրինակ, ասելով, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, մենք չենք պայքարում կոռուպցիայի դեմ, կամ հիմա բոլորը խոսում են այն մասին, որ շատ վատ է, որ դպրոցներում շրջանառվում են թմրադեղեր, բայց ասելը եւ դրանք կանխելը տարբեր բաներ են։ Մենք տարիներ շարունակ խոսել ենք եւ տասնամյակներ շարունակ խոսել ենք այն մասին, որ պետք է պահանջենք ցեղասպանության ճանաչում, բայց պահանջելը եւ ստիպելը եւ սեղմելը եւ լոբինգ անելը նույն բանը չի։ Եվ այս դեպքում էլ մենք տեսանք, որ լայքերի քանակով չափվեցին ռեյտինգներ եւ ոչ թե բնակչության պատրաստակամությամբ քայլ անելու այս կամ այն ուժի աջակցությանն ուղղված եւ այո շատ շատերը շփոթեցին լայքերը եւ ռեյտինգները ռեալ կարողության հետ, բայց մասնավորապես սոցիոլոգիական մեր հետազոտությունները մեծամասամբ ճիշտ էին, այն իմաստով որ առաջինը պրոպորցիաները շատ ճիշտ հաշվարկվեցին ուժերի, որոնք կմտնեն պարլամենտ եւ մոտավորապես ճիշտ ուրեմն գնահատվեց եւ հաշվարկվեց
բնակչության պոտենցիալ աջակցությունը եւ իշխող ուժի հանդեպ եւ ընդդիմադիր ուժերին, բայց ավելի ինչ էր ակնկալվում։ Միայն իշխող ուժի դեպքում է, որ փաստացի ձեռք բերվեցին ավելի շատ ձայներ, ես չեմ ասում ստացվեցին, ձեռք բերվեցին ջանքերի շնորհիվ, բայց իշխանության ջանքերը եւ ռեսուրսները իհարկե միշտ ավելին են, քան ընդդիմության, օբյեկտիվորեն, եւ այդ իմաստով, երբ որ մենք ասում ենք հավասար կանոններ են գործում, այո, միգուցե ձևական իմաստով, բայց ոչ ձևական իմաստով հավասար չեն երբեք որևէ պետությունում։ Եվ այդ տեսանկյունից իշխանությունը ստացավ ավելին, քան մենք կանխատեսում էինք, ընդդիմությունը ստացավ այնքան, որքան կանխատեսում էին սոցիոլոգիան, եւ ես չէի ուզենա, որ ընդդիմությունը հիմա պահանջի ավելի շատ ձայներ, որովհետեւ նա կարող է պահանջել ավելի քիչ ձայներ ԿՊ-ի համար, բայց իրենց համար ավելի շատ ձայն, ես կարծում եմ, որ չէ, այստեղ խաղը այն է, որ ընդդիմությունը կարող է ուզենալ ավելի ռեալիստական եւ ավելի չափելի ձայներ ԿՊ-ի համար, քան ստացվեցին, բայց իրենց համար ավելի շատ ձայներ չեմ կարծում, որ կարող է ձեռք բերվել, որովհետեւ ամեն դեպքում որևէ մեկ չի կարող վիճել, որ քաղաքապայմանագիր արդյունավետ տարավ իր նախընտրական քարոզարշավը եւ իր ընտրազանգվածը իսկապես հավատարիմ է։ Բացառությամբ այն բազում ես հավատում եմ ԶԼՄ-ներին, ես հավատում եմ լրագրողներին, մեր գործընկերներին, երբ որ իրենք նշում են, որ կային ընտրակեղծիքներ, ես հավատում եմ։ Ես կողմնորոշվում եմ նաև մեր չորրորդ իշխանությամբ, մեդիայով, եւ ես գտնում եմ, որ չորրորդ իշխանությունը պատահական չէ, որ մատնանշում է նմանատիպ բազում դեպքեր, որոնք նաև գրանցվել են, արձանագրվել են, բայց եւ ցավոք սրտի, օրինակ միջազգային իմ գործընկերների, պարտներների հետ խոսելիս ես չեմ կարող հպարտանալ, որ վերընտրությունները եղել են լիարժեք ազնիվ, ցավոք սրտի ես կուզեի։ Մինչդեռ Փաշինյանն ասում էր, որ ինքը ընտրությունները չի կեղծի, երբևէ որևէ խախտում չի լինի։ Բոլոր իշխանություններն են այդպես ասում եւ ելի մենք խոսքը եւ գործը շփոթում ենք, նույն բանը չի։ Հիմա դուք ասում եք, որ ոչ թե ընդդիմությունը պետք է ավելի շատ ձայների մասին մտածի, այլ իշխանության ձայները, որ պակասեն կամ վերահաշվարկեն, այսինքն դա ինչպես պետք է տեղի ունենա, դուք ինչ ակնկալիք ունեք ՍԴ-ից, կամ կարող ենք առհասարակ ակնկալիք ունենալ, եւ հիմնական այսպես պահանջը նաեւ այն է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այսինքն երրորդ ընդդիմադիր ուժը կարողանա մտնել խորհրդարան։ Բարգավաճ Հայաստանի հետ կապված հետաքրքիր իրավիճակ է տիրում եւ ես ակամա որպես նաեւ դասախոս կրթական համակարգի ներկայացուցիչ զուգահեռ անցկացրեցի քննական շրջանի հետ, երբ որ օրինակ ուսանողը ձգտում է լիարժեք երազանցի, կան դասախոսներ, փոքրամասնությունն է դա, եւ իրենց չեն սիրում, ովքեր որ զլանում են, դժվարանում են եւ չեն կամենում մաքսիմում գնահատական դնել, բարձրացնել իօգուտ ուսանողի, բայց մեծ մասը դասախոսների, այդ թվում ես, տեսնելով որ 1/10 բալ չի հերիքում լիարժեք գնահատականի երազանցի, ես ձգում եմ դեպի վերև առանց ուսանողի խնդրանքի, որպեսզի մոտիվացնեմ իրեն ավելի լավ սովորել, որպեսզի ցուցադրեմ կամքի ուժ, որովհետեւ ես եմ այդտեղ ղեկավարը եւ ես ցույց եմ տալիս, որ ես կրտսեր գոլեգային ձգում եմ դեպի բարձր կլաս, դեպի վերև եւ նաեւ հետո դրանից հետո ուսանողը պարտավորված է լինում լավ սովորել։ Այս դեպքում, երբ որ Բարգավաճ Հայաստանին չհերիքեցին շատ քիչ ձայներ եւ բնականաբար ընդդիմադիր այլ ուժերը չէ որ պայքարեցին, որպեսզի Բարգավաճը չմտնի ազգային ժողով, այլ պայքարեց մեծամասնական ուժը, իշխանական ուժը, ես իրենց տեղը լինելով ցույց կտայի ուրեմն մեծահոգություն, չի ասի ժողովրդավարություն, բայց այն հայկական մշակույթը օրինակելի, որովհետև իշխանությունը պիտի օրինակ ծառայի։ Ցույց կտայի, որ տեսեք, ես մեծահոգի եմ, ես ձեռք եմ մեկնում քեզ։ Դրանից հետո ԲՀԿ-ն երբեք լինելով արդեն ազգային ժողովում որպես պատգամավորական կազմով ներկայացված ուժ, երբեք չէր մոռանա այն ձեռքը, որը իրեն մեկնել է իշխանությունը եւ նաեւ ստիպված կլիներ իշխանական ընդդիմություն լինելու։ Սա քայլ է դիվանագիտական, խորամանկ, բարի, նաեւ մեծահոգի, որը որ իշխանությունը չի անում, սա այն օրինակն է։ Այսինքն իր օգտին կարող էր նաեւ։ Հիմա օրինակ ծնողներ, որոնք կգան եւ կասեն խնդրում ենք ձեզ, մեր երեխային չի երիքում 0-0 10-որդական 100-որդական բալ, խնդրում ենք ձեզ, ես պիտի ասեմ նայենք իշխանությունը ինչպես մերժեց եւ մենք էլ պիտի մերժենք միմյանց։ Մերժողական քաղաքականությանը ես հույս ունեի, որ 18 թվականին մենք վերջակետ կդնենք, մերժեցինք։
գնանք առաջ միասին եւ ոչ թե շարունակենք իրար մերժել, որովհետեւ իրար մերժ քաղաքականությունը էֆեկտիվ չի։ Բայց ամեն դեպքում դա շատ կարևոր էր իշխանության համար, փաստորեն 3/5 իրենք չէին ունենում այս դեպքում։ Իսկ դա իրենց համար շատ կարևոր է։ Իրենք կունենային եւս մի ընդդիմադիր ուժ, որը կաշխատեր իրենց օգտին։ Անուղղակիորեն։ Հիմա ամեն դեպքում ՍԴ-ի հետ կապված կարծում եք դեռ հույսեր փայփայվում են։ Ես հույս չեմ փայփայում ոչ մեկի հետ եւ հույս ունեմ, որ ոչ ոք չի փայփայում հույսեր մեր իրատեսական երկրում, որը որ չէ, դիմելը պետք է պրոցեդուրաներ են եւ մարդ պիտի աշխատեցնի պետական ինստիտուտներ, որպես իրենք աշխատեն։ Ըստ ուրեմն սահմանման մենք ոչ միայն պիտի աջակցենք պետական մարմիններին, այլ նաեւ պիտի պահանջենք նրանցից եւ աշխատեցնենք պարբերաբար, կոպիտ ասած բզենք, որպես իրենք աշխատեն, հակառակ դեպքում կոմֆորտի գոտի են մտնելու, որևէ մեկ ոչինչ չի անելու։ Ընդհանրապես հիշենք, որ զանգվածային բողոքը քաղաքացիական հասարակության նորմալ կենսակերպի դրսևորում է, երբ որ մենք պիտի բողոքենք նաեւ, ոչ միայն աջակցենք, այլ նաեւ բողոքենք։ Եվ ի դեպ սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն մեզանում 80%-ը մոտավորապես բնակչության գտնում է, որ շատ նորմալ է իշխանության դիմել նաև բողոքի տեսքով եւ շատ նորմալ է բողոքով պահանջել մեր իրավունքների իրականացում, այնպես որ սա դեմոկրատիա է եւ ես կուզեի, որ այդ մշակույթը չսպանվի Հայաստանում։ Իսկ քաղաքական ճգնաժամ ձևավորվել է այս ամեն ինչից, որովհետև փաստորեն Փաշինյանը ամբողջապես չի հաղթել, այն 50-ից ավել ձայները չի ունեցել, փոշիացված ձայների արդյունքում է ի վերջո այդ 50-ից ավել ձայները ստացել, այսինքն երկիշխանության նման մի բան կարող ենք ասել, որ Հայաստանում կա անդիմություն իշխանություն։ Ես հակառակ կողմից կնայի դրան, մենք ունենք ազգային ժողով, որտեղ կա մեկ իշխող ուժ եւ բոլոր շանսերն ունեցող կոնսոլիդացվելու ընդդիմադիր ուժեր։ Եվ որևէ մեկ իրենց չի խանգարում միավորվել այսօր, եկեք ազնիվ խոսենք, բացի ինձ թվում անձնական ամբիցիաներից կամ մրցակցության անառողջ մշակույթից, որովհետև դիմադիր ուժերը, այո, մրցակից են ըստ էության, բայց ամենակարևոր բանը միավորվելու գաղափարը պիտի ուղղված լինի պետական ազգային շահերի պաշտպանությանը։ Եվ այդ անձնական լիդերների անձնական ամբիցիաները միգուցե կամ ինչ որ այլ շահեր պիտի չլինեն հիմնական պատճառը չմիավորման։ Այսինքն ես գտնում եմ, որ մենք ունենում ենք, ստանում ենք ազգային ժողով, որտեղ իսկապես իշխանական եւ ընդդիմադիր ուժերը պետք է մրցեն, եւ ես շատ հույս ունեմ մեծ եւ ես կպահանջեմ նաեւ որպես եւ մասնագետ եւ քաղաքագետ եւ քաղաքացի, որպեսզի երկու ուժն էլ ազնիվ խաղան։ Այսինքն չխափանեն մյուսի գոյությունը եւ ակտիվությունը միայն այն պատճառով, որ հակառակորդներ են։ Ազգային ժողովի ներսում լինելով այսուհետ հակառակորդ չեն, մրցակից են, ինչպես սպորտում, իրենք կոնֆլիկտի անդամ մասնակից չեն, որ միմյանց ոչնչացնելու ուղղված գործունեություն իրականացնեն, այլ սպորտի պես մրցակից են, նույն ուղղությամբ պիտի վազեն։ Բայց յուրաքանչյուրը պետք է իր մոտեցումը առաջարկի հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, պետք է հիմնավորի ցույց տա, որ իր տեսակետը այլընտրանքային է, ավելի լավն է, էֆեկտիվ է, եւ ես կուզեի, որ ընդդիմությունը ոչ միայն աշխատեր ընտրվելու ուղղությամբ, այլ հիմա աշխատեր դառնալու հաջորդ փուլում մեծամասնական։ Սա նորմալ է։ Ընդդիմության նպատակը պիտի լինի հաղթելը եւ 5 տարվա ընթացքում ոչ թե պետք է փորձես դուր գալ, այլ պետք է իսկապես ստանաս մեծամասնություն քո բազմակողմանի գործունեությամբ, պրոֆեսիոնալ մոտեցումներով, քննադատական մոտեցմամբ, բայց քննադատելով եւ առաջարկելով պոզիտիվ լուծումներ։ Մենք ունենք խելացի մարդիկ բոլոր ոլորտներում եւ երկու այդ ուժերում եւ իշխանական եւ Երբ ասում եք միավորվել, նկատի ունեք, որ միասին միշտ որոշումներ կայացնեն։ Ես կարծում եմ, որ երևի փոխ լրացնեն ավելի շուտ եւ քանի որ իրենք տարբեր են բավականին, մի ուժ ունի պատմություն, ունի գաղափարախոսություն, քիչ թե շատ եւ լիդերության փորձ, իսկ մյուսը նայում է պետությանը ինչպես կորպորացիային, տնտեսական հաշվարկների եւ մեծ բիզնեսի մտածողությամբ, իրենք կարող են միասին փոխ լրացնել միմյանց եւ ոչ թե միմյանց խանգարել, եւ նաեւ ես կարծում եմ, որ լրացնել նաեւ այն թերությունները, որոնք ԿՊ-ն ունի, մասնավորապես տարիներ շարունակ մեր բնակչության կարծիքով ԿՊ-ի թերություններից մեկն էր, ընդ որում իշխանամետ բնակչության կարծիքով, իշխանամետ
ընտրողների կարծիքով իրենց թերությունն էր պրոֆեսիոնալ ոչ բարձր մակարդակը բազում ոլորտներում, այդ թվում падգամավորական կորպուսի մի մասի ոչ էֆեկտիվ եւ անհայտ լինելը, հիմա էլ այս ցուցակներում այդպիսի մարդիկ կան եւ ընդդիմության մեջ եւ իշխանության, եւ այդ տեսանկյունից յուրաքանչյուր ուժ պիտի մտածի իր թերությունների հաղթահարման մասին միանշանակ։ Բայց կարող ենք ասել, որ ԿՊ-ն ավելի ամրացել է եւ նա այն ԿՊ-ն չէ, որ կար 2021 թվականին, ել չեմ ասում 18 թվականին։ Անընդհատ մնալով իշխանության ավելի ամրացնում են դիրքերը, ավելի հաստատվում եւ նույն այդ պատգամավորներն էլ, ովքեր այդպես նոր անհայտ մարդիկ էին մտան ցուցակ, հիմա արդեն ունեն գոնե 5 տարվա փորձ պատգամավորության։ Մյուս կողմից, եթե նայենք ԿՊ-ի մարդկային ռեսուրսների կառավարման մոտեցմանը, ապա այդտեղ ռոտացիան կադրերի շատ հաճախակի process-ը մշտապես տեղի ունենում, թարմացվում է եւ որևէ մեկ էլի չի կարող, եթե մտածել են այդ մասին, հերքել այն, որ ԿՊ-ի ներսում տեղի է ունենում մշտապես ուրեմն մարդկային ռեսուրսների թարմացման process, ներքին մրցակցություն։ Յուրաքանչյուրը գիտի, որ կարող է հեռացվել աշխատանքից եւ ազատվել պաշտոնից եւ փորձում է լոյալությունը ավելի շատ ապահովել եւ ցուցադրել, սա միգուցե լավ չէ, որովհետեւ այդտեղ օբյեկտիվությունն է կորում եւ մնում է միայն մեկ հիմնական նպատակ՝ պահպանելու լոյալություն, բայց այդ ռոտացիան բերում է նրան, որ մեկ-մեկ այդտեղ հայտնվում են նաեւ էֆեկտիվ գործիչներ, բացի լոյալ լինելուց։ Եվ ես կարծում եմ, որ մարդկային ռեսուրսի ուրեմն ազատ մասը, պրոֆեսիոնալ մասը նաև կարող է ծառայել պետական շահին եւ իշխանական եւ ընդդիմադիր թևերի մեջ, մինչդեռ մենք տեսանք որպես ընտրողներ, որ երկու թևերում են падգամավորական ցուցակների զգալի մասը անհայտ fake դեմքեր էին եւ ես օրինակ որովհետեւ էլի հավաքագրվել են ոչ թե ըստ իրենց արժեքների, օրինակ քաղաքագիտության մեջ կա մերիտոկրատիա սահմանումը, որի համաձայն լավագույնները պետք է ներառվեն իշխանության մեջ ըստ իրենց ոլորտում տրված արդյունքի։ Մերից նշանակում է իրենց արդյունքների շնորհիվ իշխանություն է ձևավորվում, մինչդեռ եթե նայենք թե այդ մարդկանց CV-ները որոնք են, ինչի մասին են, նրանք ոչ public profile ունեն, այսինքն հանրային դեմք չեն, ոչ էլ ունեն մասնագիտական ոլորտներում արժեքներ, իսկ մենք փոքր երկիր ենք, մենք ունենք փոքր բնակչություն եւ փոքր բնակչության մեջ չգտնել որակյալ կադրերի շատ տարօրինակ է, նշանակում է չեն էլ փորձել, սա է վատը։ Իդեպ խոսեցիք, որ անընդհատ պաշտոններին մարդկանց փոխում են, մենք նույնը դա տեսանք նաև երեք եւ ազգային ժողովի նախագահի տեխնացու ոչ թե առաջադրվեց մարդ, ով արդեն նախագահ էր, այլ փոխնախագահին Ռուբեն Ռուբինյանին առաջադրեցին։ Ոչ մի անձնական բան չեմ ուզում ասել, բայց մասնագիտական իմաստով այո, անընդհատ պաշտոնյաների փոփոխություն դրդում է իրենց ավելի լոյալ, ավելի շատ ջանք գործադրել եւ ավելի շատ չարչարվել եւ օգուտ այն ուժի, որը իրենց առաջադրել է, բայց նաեւ ռոտացիան, ինչպես սպորտում, թույլ է տալիս հանգստանալու ոմանց, ովքեր որ նախորդ փուլում շատ աշխատեցին, վազեցին եւ դուրս գալու մի փոքր ստվերային մաս, այնտեղ իրականացնելու քո գործունեության մի մասը անտեսանելի ձևով միևնույն ժամանակ բերել առաջ մեկին, որ թարմ ուժերով կմտնի եւ սա նման է նաեւ թատրոնի, երբ որ բեմի հետևում տեղի ունենում այլ պատրաստություններ եւ հետո բեմ են բարձրանում։ Նորից ես կասեի, որ այդ իմաստով այո, ընդդիմությունը որքան էլ չսիրի իշխանական ուժին, կարող է շատ բան սովորել իրենցից, այդ թվում մարդկային ռեսուրսների կառավարման, թիմային աշխատանք, ռոտացիոն աշխատանք, հանրային իմիջի ձևավորում եւ տարբեր բնակչության տարբեր շերտերի հետ կոմունիկացիա։ Իդեպ անընդհատ կանխատեսում է, որ փլվում է ԿՊ-ն, բայց ԿՊ-ն չփլվեց։ Այդ բնական է, գիտեք, նախընտրական ցանկացած քարոզարշավ փորձում է ուղղվել դեպի մյուսի ոչնչացումը կամ այդպիսի տպավորության ստեղծումը, չէ, փաստացի քարոզարշավը։ Տարիներ, 5 տարիների ընթացքում, պատերազմից հետո առհասարակ։ Բայց տեսեք, ցանկացած ուժ հավերժ չէ աշխարհում, ընդհանրապես այսպիսի կայսրություններ են եղել, որոնցից շատ հեռու ենք, բայց իրենք էլ են փլուզվել եւ լիդերներ, որոնք որ իսկապես դասագրքային տեսակ են, այսօր մոռացվել են
կամ քննադատվում են ակտիվ, այսինքն որևէ քաղաքական սուբյեկտ հավերժ չէ, եւ ես կարծում եմ, որ մենք չպիտի մտածենք այն մասին, որ նորից եւ նորից վերընտրվել նշանակում է, որ սա երազանքների ինչ որ մի պիկն է, բայց մյուս կողմից ես կուզեի, որ ավելի ներքևի մասում ոչ թե լիդերության առաջնորդների, այլ աջակիցների, ենթաղեկավարների մակարդակում հիմա տեղի չունենա այդ մեծամտական, մեծամասնական, մեծամիտ վերաբերմունք մյուսներին, թե բա տեսակ ով հաղթեց, որպեսզի այդ կենցաղավարության դաշտ չներբերվեն այդ քաղաքականացնող եւ փչացնող մոտեցումներ, թե դե հիմա եկեք ասեք ում էիք ընտրել։ Այսպիսի մոտեցումներ, եթե լինեն, ես կուզեի եւ կպահանջեի, որպեսզի իշխանական ուժը իրենք իսկ կանխեն իրենց աշխատակիցների, իրենց ներկայացուցիչների եւ իրենց ես էլի եմ ասում բարձր մակարդակի ներկայացուցիչը այդպես չի խոսում սովորաբար։ Սա անում են այն փոքր-մոքր մարդիկ, ովքեր որ հայտնի չէ անգամ աջակցել են իշխանությանը թե չէ, բայց հիմա այդպես կարող են խոսալ, կոնֆլիկտ հրահրել կենցաղում, հարևանների հետ տրանսպորտում, անընդունելի է սա։ Եվ բնականաբար այդպես անելու է ոչ ընդդիմադիր ուժի աջակիցը, որովհետև ինքը ասելու բան չունի այսօր, այդպես խոսելու են իշխանական ուժի հետ ինչ որ կապ ունեցող կամ չունեցող անգամ անձինք, ովքեր անգրագետ են, պարակտում են մտցնում։ Ես վերջերս տեղեկացա նաև օրինակ սոցցանցերում շատ վատ ուրեմն միտում սկսվեց, թե բա եթե քո ազգանվան մի մասը թուրքական է, ինչու ես դեմ թուրքերի հետ հարաբերություններին, օրինակ, սա կոպիտ ձևով է հնչել եւ հնչում, չմոռանանք, որ հայկական ազգանունների մի մասը ունի որոշակի թուրքական արմատ եւ այդ մարդկանց նախնիները պարզապես ստիպված են եղել դա անելու, որպեսզի փրկեն իրենց երեխաներին սպանությունից։ Եվ այսօր երեսով տալ այդ ամեն ինչը նշանակում է մեր ազգը սպանել ներսից։ Ես կպահանջեի, որ ատելության խոսքը ավելի խիստ կանխարգելվեր այս մեր իշխանությունների կողմից, ում մենք բոլորս ընդդիմությանը եւ իշխանություններին աջակցել ենք։ Մենք բոլորս կպահանջենք եւ ես համոզված եմ դա ազգային շահից է բխում, ատելության խոսքի քրեականացում այնպես, որպեսզի այն չլինի, ինչպես նաև թմրամոլության տարածումը եւ թմրադեղերի այնպիսի քրեականացում, որպեսզի այլևս չլինի եւ ոչ թե ասենք, որ պայքարում ենք դրա դեմ, չէ, հստակ, միանշանակ եւ վերջնական կանխարգելում եւ քրեականացում ատելության խոսքի այսուհետ եւ դպրոցներում, անչափահասների շրջանում, ուրեմն թմրադեղերի տարածման եւ նաեւ այդպես կոչված միմյանց ստորացնելու բուլինգի մշակույթի։ Մեր ազգային ինքնությունը խաթարվում եւ ոչնչացվում է այդ երկու երևույթների կողմից ավելի շատ, քան քաղաքական դիսկուրս։ Խնդիրն այն է, որ եթե այդպիսի օրենք ընդունեն, հնարավոր է, որ դա ի օգուտ իշխանության մեն գործի։ Դա պիտի գործի միայն ի օգուտ ազգային շահի, բարձ բան է սա, որովհետեւ նորից որովհետև հիմա երբ վեճ է լինում, ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ գործիչների հայտարարությունների մեջ վտանգ են տեսնում եւ նրանք ձերբակալվում, կալանավորվում են, պետությանը այսպես սպառնացող կամ տապալելու իշխանությունը զավթելու վտանգներ են տեսնում, բայց երբ որ նույն բան օրինակ ասում է իշխանությունը, օրինակ Փաշինյանն ասում է սատկացնելու եմ, այդտեղ որևէ հանցակազմ չի տեսնում։ Այդ օրենքը պետք է վերաբերի բոլորին։ Բոլորին։ Եվ դա իլյուզիա չի։ Սա այն է, որ միտում է, նորից եմ ասում, որևէ իշխանություն երբեք հավերժ չէ, եւ անգամ յուրայինը չի հանդուրժում երբեք պատմության մեջ, չի հանդուրժում անվերջ ռեպրեսիաներ։ Եվ այդ ուրեմն զզվանք առաջացնող եւ ուրեմն ամոթանք առաջացնող խոսույթը մեզանում նորից մի կողմ դնենք լիդերներին եւ ընդդիմության ներկայացուցիչներին եւ այլն, նայենք սովորական մարդկանց պահվածքին եւ ես էլի եմ ասում ցավոք սրտի նաեւ մասամբ միգուցե որևէ կերպ չառնչվող իշխանությունների հետ սովորական քաղաքացին այսօր իրեն թույլ է տալիս այնպիսի խոսելաձև, որը քրեական հանցագործություն է, որովհետեւ վիրավորելը օրինակ ԱՄՆ-ում խոսքի ազատությունը սահմանափակված է բռնության պրովոկացիայով։ Եթե դու սադրում ես բռնություն քո խոսքով, ապա չունես խոսքի իրավունք։
Եվ այդ իմաստով մեզանում սա նույնպես պետք է։ Մենք եթե սադրում են բռնություն, եթե վիրավորում են եւ դա բերում է հանցագործության, վիրավորելուն եւ նաեւ բռնության, իսկ մեզ մոտ քրեական դեպքերը շատացել են, դա դանակահարություն, բան խոսքից է սկսվում։ Ապա սա պիտի այնպես նորից եմ ասում քրեականացվի այս փուլում արդեն նոր ազգային ժողովի կողմից, որպեսզի ոչ մեկ չմտածի անգամ այդ մասին։ Մանդատների մասին է հիմա շատ քննարկում, թե արդյոք ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները, թե ոչ։ Դուք ինչ կարծիք ունեք այս առումով։ Իհարկե իրենք են որոշելու եւ ասում են, որ միասնական որոշում է լինելու, բայց ամեն դեպքում մի կողմից քննադատվում են, որ ուրեմն դուք գնում եք, անեք նույնը ինչ 5 տարի առաջ եք արել, ձեր նպատակը մանդատներն էր։ Մյուս կողմն էլ ասում է, որ դա ավելի մեծ հնարավորություններ է տալիս, լծակներ է տալիս, բարձր եվրոպական ամբիոններում կարող են խնդիրների մասին խոսել։ Դուք ինչ խնդիր եք այստեղ։ Ինձ համար շատ պարզ բան է, սա այդ մանդատը տվել են падգամավորներին իրենց ընտրողները, որպեսզի падգամավորը գնա եւ աշխատի, եւ ոչ թե մի կողմ։ Չեն տվել մանդատ, որ դուք ընդդիմություն աշխատեք, տվել են իշխանության գալու համար։ Ոչ, ընտրողը քվեարկում է, որպեսզի մանդատը տալիս է իր ընտրյալին, ընդ որում մեր ընտրական օրենսգրքով եւ ընտրական մեխանիզմով ցավոք սրտի մենք նորից հիմնականում ընտրում ենք կուսակցության անվանումը եւ մի քանի հոգու ճանաչում ենք եւ այդպես գնացքով այդտեղ գալիս են մի քանի վերջի վագոններ, որտեղ նստած է լիքը մարդ, ում մենք մանդատ չենք տվել, բայց իրենք ավտոմատ ստանում են դա, բայց դա մի կողմ դնենք։ Քաղաքացին տալիս է մանդատ, ընտրում է, չի զլացել, այս անգամ ավելի քան չի զլացել Կիրակի հանգստյան օրով գնալ ընտրատարածք, քվեարկել, բավականին բծախնդիր կոկիկ ձևով ես մասնակցել եմ այդ process-ներին, տեսել եմ, կուլտուրական, առանց որևէ աղմուկ անելու բացառությամբ են շատ վատ դեպքերի, որոնք ես կուզեի, որ չլինեին, խայտարակություն է սա, եւ սա բնականաբար բազում դեպքեր, բազում դեպքեր կան, նաեւ պատմում են դեպքեր, երբ որ օտարազգիներ են եղել ընտրատարածքներում եւ ինչ որ իրավունքներով օժտված, չգիտեմ, դա պիտի մարմինները համապատասխան զբաղվեն, բայց ընտրողը դա արել է, որպեսզի ստանա իր ձայնը ազգային ժողովում, իր մարդուն ունենա ազգային ժողովում, որ այդ մարդը պաշտպանի քաղաքացիների իրավունքը, ընտրողի իրավունքը, մանդատը իշխանություն չէ, մանդատը պարտավորություն է։ Եվ ընտրողը քեզ պարտավորեցրել է, նա քեզ աջակցել է եւ դու դարձար падգամավոր, բարի եղիր աշխատել եւ աշխատել շատ էֆեկտիվ։ Այ էֆեկտիվ աշխատելու մեջ ի՞նչն է մտնում։ Օրինակ, լավ ելույթները, լավ տեղը դնել է իշխանությանը, իշխանության ղեկավարին, սա համարվում է լավ աշխատանք։ Ես կարծում եմ, որ սա ձև է աշխատանքի։ Աշխատանքի բովանդակությունը պրոբլեմ բացահայտելն է եւ դրա լուծման առաջարկն է։ Անկամ եթե տեսնեք, եթե մեզ մոտ ազգային ժողովը բաղկացած լինելով մեծամասամբ մեկ իշխող ուժի կողմից, սկզբունքորեն, իսկ սա վատ մշակույթ է, սկզբունքորեն չընդունի այն ամենը, ինչ ընդդիմությունը կառաջարկի, ուղղակի սկզբունքորեն չընդունի, որովհետև դա ընդդիմություն է, ապա մենք բնակիչներս տեսնելով, որ ընդդիմությունը շատ էֆեկտիվ բան է առաջարկում, հերթական անգամ, եւ դա անում է գրագետ, եւ դա անում է ոնց որ ժողովուրդն է ասում էր սրտից բխող առաջարկ է սա մեր կարիքներից, իսկ իշխանությունը խափանում է եւ չի ուզում, նշանակում իշխանությունն է վատը եւ ոչ թե ընդդիմությունը։ Ես այսպիսի ընդդիմություն եմ պատկերացնում, որը որ դասական իմաստով էֆեկտիվ է եւ այ ընդդիմությունից ակնկալվում է սա, իշխանությունից ակնկալվում է adekvat լինել։ Կարևոր չէ ընդդիմությունն է առաջարկում խնդրի լուծում, թե իրենք, եթե խնդրեմը արկա է եւ եթե լուծումը ճիշտ է, պիտի ընդունել։ Կապ չունի ով է առաջարկում։ Նորից եմ ասում, եթե մենք գնանք ընդդիմություն, իշխանություն այդ տարանջատման սկզբունքով բոլոր ոլորտներում, ապա օրինակ պատկերացրեք կրթական համակարգն է քանդվելու, առողջապահական համակարգն է քանդվելու, յուրային եւ օտար սկզբունքով։ Եթե էֆեկտիվ առաջարկ է, պիտի իրականացնել։ Ես ասում եմ, ես էլի մանդատը տվել եմ այս կամ այն քաղաքական ուժին, որպեսզի ինքը աշխատի մեզ բոլորիս համար եւ ոչ թե իր։ Եվ վերջին հարցը կանխատեսումներ կան կամ այսպեսի գուցե ցանկություններ են, որ նոր ընտրություններ կլինեն կամ Փաշինյանը երկար չի կառավարի, 1 տարի հետո կգնան նորից արտահերթ ընտրությունների, դուք ինչ կանխատեսումներ ունեք։ Բնականաբար ընդդիմությունը այն ուժն է, որը պետք է անընդհատ վիճարկի իշխանության լեգիտիմությունը, իսկ իշխանությունը պետք է անպայման կայունացնի,
համակարգը եւ էֆեկտիվ դարձնի։ Սա իր պարտավորությունն է, համակարգը, ոչ թե իր ուժի տեղը եւ դերը, չէ։ Համակարգը ամբողջությամբ իշխանությունը պարտավոր է կայուն պահել եւ էֆեկտիվություն ապահովել։ Այդ իմաստով դասական իմաստով նորմալ է, եթե ընդդիմությունը պարբերաբար փորձի վիճարկել իշխանության լեգիտիմությունը, նորմալ է, ընդդիմությունը այդպիսին է սահմանման, ինչպես ուզում է եւ կարող է, բայց դա չպիտի խափանի պետականության գործունեությունը։ Եվ պիտի գրագիտ լինի, հենց այնպես չլինի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ամեն միտինգը ավելի քիչ մարդ է հավաքում, քան նախորդը, ինչու, որովհետեւ պրոդուկտիվ չէր նախորդը, եւ հիասթափությունը շատ խորն է, բայց մյուս կողմից իշխանությունը ի տարբերություն ընդդիմության չպիտի ընդդիմության օրենքներով շարժվի, փնտրի մեղավոր դերին, բանտարկի նրանց, դիտի ամեն մի քննադատություն որպես իրենց ուրեմն համար վտանգ սպառնալիք, չէ, իշխանական ուժը պիտի մտածի բոլորի համար եւ մասին եւ իրենց համար փաստորեն ճնշումներով են փորձում իրենց ուզածին հասնել։ Այո, եւ անդատից զրկել, կալանավորել, քրեական գործեր հարուցել։ Սա թուլություն է, սա դասական իմաստով էլի եմ ասում, սահմանվել է որպես հա, ես քեզ հետ շախմատ եմ խաղում, բարի եղի պատասխանել այդ նույն տախտակի վրա քայլով եւ ոչ թե վերցրուտ շախմատի տախտակը եւ տուր ընդդիմության գլխին։ Սա թուլություն է եւ այդ տեսանկյունից ես կուզեի, որ մենք ամեն դեպքում այսքան տարվա պետություն ենք, եթե ոչ այսքան հազարամյակի ժողովուրդ ազգ պետություն ունեցող ազգ եւ հարիր չէ մեզ չխաղալ քաղաքական ներքին քաղաքական դաշտում, այլ բղավել միմյանց վրա, պատժել միմյանց եւ այս դեպքում ընդդիմությունն է ըստ էության խոսքի ազատությունը բոլորի համար է։ Եվ ընդդիմությունը էլի եմ ասում, սահմանման համաձայն պարտավոր է վիճարկել իշխանության Բայց հիմա լեգիտիմությունը։ նկատելի է, որ իշխանության կողմից ներկայացվում են ընդդիմության գործողությունները որպես վատ գործողություններ եւ օրերս տեսա պատգամավորների հարցազրույցներ, ովքեր ասում էին, նրանք ուզում էին երկիրը զավթել, պետությունը զավթել եւ վատ այդպես երանգի տակ ներկայացնել մարդկանց, բայց մինչդեռ ընդդիմության գործառույթն է նաեւ իշխանության գալու եւ այդտեղ ինչ որ վատ բան ներկայացնելու կարիք չկա կամ արդարացված չէ դա։ Բայց նաեւ հասարակության մոտ տրամադրություններ են ձևավորում այս առումով, որ վատ բան են ուզում անեն պետության դեմ գործողություններ են, ոչ թե իշխանության դեմ, այլ պետության դեմ։ Ընդդիմության գործառույթը չէ իշխանության գալու։ Ընդդիմության գործառույթն է աջակցելու պետության խնդիրների լուծմանը իշխանության գալու միջոցով։ Դե այո։ Իշխանության գալը միջոց է։ Ես ուզում եմ բոլորս ֆիքսենք դա։ Եվ իշխանությունը ֆիքսի դա, եւ ընդդիմությունը ֆիքսի։ Իշխանության գալը նպատակ չէ, միջոց է, հարգելի գործընկերներ, ընկերներ։ Եվ դուք չեք գալիս այդտեղ, որպեսզի վայելեք իշխանություն։ Դուք գալիս եք, որ ծառայեք մեզ։ Եվ այս բանաձևը խցկեք ձեր ուղեղի մեջ, խնդրում եմ։ Սա շատ կարևոր է։ Դուք գալիս եք, որպեսզի լուծեք այս պետության բոլորիս համար կարևոր խնդիրներ մեզ հետ միասին ընդ որում։ Եվ այդ տեսանկյունից նաև ես էլի հիշեցնեմ, որ ցավոք սրտի վարչապետն էր ամրացրել երևի մեր մտածողության մեջ արդեն միջ այդ արկա մի այդպիսի մոտեցում, թե պետությունը մեզ համար պարտավոր է ամեն ինչ անել, իսկ մենք պիտի վայելենք ռեստորանի պես, նստենք եւ պատվիրենք երաժշտություն։ Նա ցավոք սրտի ինքը նույնպես դրան նպաստեց, ասելով բոլորդ նստեք ձեր տեղերում, կարծես ինքն է որոշելու եւ հա, սա մի տեսակ սխալ, բայց կոմֆորտային դերակատարում է բնակչության համար, երբ որ ինքը պիտի ընտրությունից ընտրություն քեզ համար ինչ-որ քայլ անի եւ հետո հետ քաշվի։ Նորից ընդդիմությունը շատ բան ունի անելու, այդ թվում նաեւ իշխանությունների թերությունների միջոցով։ Թերություն ցուցադրել, բացահայտել, բայց ոչ թե իշխանության գալու համար, այլ առաջարկ անելու համար։ Եվ այդ առաջարկը իսկապես սպասվում է, որովհետեւ չմոռանանք, այս ընտրություններին մոտ 40% բնակչության այդպես էլ չեկավ։ Ոչ մեկին չաջակցեց։ Սա նշանակում է, որ այո, այն ընտրազանգվածը, որ պոտենցիալ իմաստով մեծ ռեսուրս է եւ իշխանության եւ ընդդիմության համար, այդպես էլ ռեսուրս չդարձավ։
Այսինքն այս քաղաքականությունը տեղ ունեն։ յուրաքանչյուր երկրորդ հայի համար չի, կոպիտ ասած։ Եվ սա նշանակում է, որ պետական իշխանությունը իսկապես մասամբ գոնե լեգիտիմ չի, ինչ է լեգիտիմությունը աջակցություն վայելելն է բնակչության։ Եթե բնակչության մոտ 40%-ը որևէ մեկին չի աջակցել, այս ազգային ժողովը իրենցը չի, պիտի ապացուցի, որ իրենցն է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում է Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Արթուր Աթանասյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։